Բարլուս Հայաստան, Բարլուս Հայազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, եկեք այսօր խոսանք շատ լուրջ թեմաներից, որը որ վերաբերվում է յուրաքանչյուր հայ մարդու։ Ուրեմն սկսենք մի քիչ կիսահումորային, բայց իրականում շատ տխուր իրավիճակից։ Եթե հիշում եք, ես խոսացի, որ Ռուբեն Ռուբենյան, Նարեկ Կարապետյան այդ տանդեմը խոսում էին քյաբաբից եւ ասում էի դա այն ամբիոնը չի ազգային ժողովը, որ դուք նման բաներ եք խոսում, մեզ աշխարհն է նայում։ Եվ եկեք տեսեք, որ ես չէի սխալվում եւ թուրքերը ինչպես արձագանքեցին։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդենը արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը Ռուբինյանին եւ ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։ Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի եւ ամեն հարց կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին եւ պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան եւ մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը, նշել է թուրք խոհարարը։ Հիմա ուզում եմ ասեմ, ամոթից գեդինը չեք մտնում, թուրքերը արդեն պրյամոյ ձեզի ձեռ են առնում։ Սիրելի բարեկամներ, հաճախ ասում են, որ պետք չի ինչ-որ մեղավորներ գտնել մեր այս ձախողումների մեջ, այս մեր տխուր վիճակի մեջ։ Մենք սկզբից պիտի ինքներս մեզ մեջ գտնենք, մենք մեղավոր ենք, թե չէ։ Եթե մենք լավ զննենք եւ տեսնենք, որ մենք մեղավոր չենք, ապա մենք իրականում կգտնենք իսկական մեղավորին։ Իսկ որpիսի դուք իմանաք ինչի մասին եմ ես խոսում, եթե հիշում եք մի բլոգեր հասարակական գործիչ կար Բելարուսիայից, որ բռնեցին, նստացրեցին Ադրբեջանում, ու իդեպ ասեմ, այդ բլոգերը եւ հասարակական գործիչը երբեք չի ասել Ղարաբաղ, միշտ ասել է Արցախ։ Եվ սիրելի հայրենակիցներ, հաճախ գրում ասում եք Ղարաբաղցիները, գիտեք ինչ, եկեք տարբերենք իրական Արցախցուն եւ Ղարաբաղցուն։ Այո, այն դավադիրները, ովքեր Արցախի ծնունդ են, բայց նրանք գնացել են գործարքի թշնամու հետ, թուրքերի հետ եւ այս իշխանության հետ դրանք Ղարաբաղցի են, իսկ Արցախցիս մնում է Արցախցի։ Այդ տարբերությունը դրեք, եթե մասնատելով բաժանելու է, ուրեմն եկեք մաղենք, մաղի մեջ թողենք միայն Արցախցուս։ Ղարաբաղցիներից էս պասիլկով տանք իրանց նվեր։ Այդ դավաճաններին, երեխեքի, տղաների, քույրերի արունները ուրացողներին։ Իսկ հիմա ինչի մասին է խոսքս։ Ուրեմն Բուլղարիայում սամիտ է անցկացվել վերաբերող Հարավային Կովկասին եւ Արցախին։ Հիմա եկեք տեսնենք ինչ է ասում այդ հասարակական գործիչը, խնդրեմ։ Армяне очень любят жаловаться, на всех наплевать, трагедия Арцаха никого не интересует, Европа не помогает, нам Америка недостаточно помогает, Россия плохая, Израиль плохой, Иран плохой, турки и так далее. На самом деле только армяне сами виноваты в том, всех трагедиях, которые с ними происходят. Вот я сейчас нахожусь в Болгарии, в Софии, столице Болгарии, меня сюда пригласили на мероприятие, посвященное, кстати, ситуации на Южном Кавказе, войне в Арцахе, беженцам, режиму Алиева, Армения, Арцах, ну вот весь Южный Кавказ. Значит, там было 25 примерно спикеров, включая меня. Были приглашены различные журналисты, общественные деятели. Со стороны Болгарии пришло очень много людей. Там были и журналисты, и общественные деятели, правозащитники и так далее, и так далее. Со стороны армян не пришел абсолютно никто. Ни один армянин там не присутствовал. Я рассказывал про то, что происходит в Арцахе. При том, что приглашение разослали в армянские культурные центры, в церкви и в 3 армянские газеты. Մարդը նվիրալ հայ ազգին, չլինելով հայ, նվիրված հայ ազգին եւ Արցախին, տեսեք ինչ է ասում։ Հիմա պրիչոմ ռուսը, ամերիկացին, եվրոպացին։ Եթե մենք տեղերիցս չենք շարժվում, ոնց որ հիմա մեր հասարակությունը նստած է ու սպասում, չգիտեմ ինչի է սպասում։ Քիչ հետո կասեմ ինչա սպասվելու, ու այդ ժամանակ դուք ինքներդ մտածեք, սպասում եք թե չեք սպասում։ Հիմա սիրելի բարեկամներ, որ տենց խոսքը գնաց մենք մեզի գնահատականներ տալիս ենք, չենք տալիս, ցեղասպանության վերաբերյալ, որ բոլորս խոսում ենք, որ իշխանությունները ուրանում են ցեղասպանությունը եւ այլն, որը որ իրականում տենց էլ կա, բայց եկեք հիմա տեսնենք այս ռեպորտաժը, խնդրեմ։
Սա Մեհմեդ Փերինչեկն է, թուրք, որ իր կյանքը նվիրել է հայոց ցեղասպանությունը հերքող իր իսկ հորինած փաստերը աշխարհով մեկ սփռելուն։ Նրա հորը Դողու Փերինչեկին 2007 թվականին Շվեյցարիայում դատապարտել են հայոց ցեղասպանությունը հերքող կեղծ պնդումներ անելու համար։ Մի խոսքով գենետիկ հակահայ հայատյաց տականքներ։ 13 թվականին թուրքական ազգայնական Aydınlık ամսագրին տված հարցազրույցում Փերինչեկը հորինել է հետևյալ թեզը. Գերտրուդ օպերացիայով ֆաշիստական Գերմանիան փորձում էր ստեղծել մեծ միացյալ Հայաստան։ Հարկ է նշել, որ աշխարհում չկա գեթ 1 փաստաթուղթ, որը սա կհաստատի, հետևաբար թեզը ամբողջությամբ հորինված է հայատյաց Փերինչեկի կողմից։ Ինքն էլ Արծրուն Հովանիսյանն է, կարծում եմ ներկայացման կարիք չունի։ Խնդրում եմ դիտել, թե նա ինչ է ասում ՀՄԿ-ի եթերով մայիսի 9-ին։ Պիտի եւ Հայաստանից եւ Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին, գերավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ընդհանրում էր նաեւ Միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։ Պետրոսի այս դեմքը խորհրդանշում է իմ դեմքը, երբ ես տեսա, որ հայ Պաշտոնյան տարածում է թուրք ազգայնականի հորինված թեզը։ Սա էլ Իլհամ Ալիևն է 22 թվականի դեկտեմբերի 24-ին Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասում է բառացիորեն հետևյալ տեքստը. Հայաստանի ներկայիս տարածքը մեր հողերն են։ Հայաստանը այս տարածքում երբեք պետություն չի ունեցել։ Այս մի կողմում Նիկոլ Փաշինյանն է 2026 թվականի մայիսին։ Խնդրում եմ դիտել, թե ինչ է ասում նա։ Այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ եղել են եւ կմնան հայ ազգի թշնամիները։ Նրանց նպատակն է հայ ազգի ամբողջական ոչնչացումը։ Հողերը գրավելու փոխարեն այս անգամ նրանք գրավում են քո միտ։ Մենք ոնց կարող ենք այսօր նեղանանք Թուրքից, եթե այդ սատանեն Արծրունը տեսեք ինչ է ասել։ Պետրոսի երեսը, տեսնում եք ինչ ասում տվյալ երիտասարդը, Պետրոսի երեսին նայեք։ Պետրոսի պես պարապած լրագրողը ապշած է սրա ասածից։ Դե արի ու մի ասա։ Իսկ որպեսզի իմանաք, թե ինչ է կատարվում, ուրիշ բան չասեմ, եկեք Հայաստանի զինված ուժերի շտաբի պետի ասածը հիմա տեղադրեմ, տեսեք մակարդակ, էնել փոգնդապետ, տեսի գեներալը, դեպ ասեմ Ղարաբաղցի է, Արցախցի չի, խնդրեմ այս տեսահոլովակը։ Այո, ծառայության ընթացքում կարող է լինել, որ մարտական դիրքում այդ խոշոր տրամաչափի զենքերը չլինեն, բայց մենք փամփուշտի պաշարները մշտապես պահպանում ենք։ Բա սրա հələ մտածելա ձևը, այսօր դրոնների պատերազմ, դրոնների երկիր, անօթաչու թռչող սարքեր եւ այլն, ասում փամփուշտը ունենք։ Իսկ ժողովուրդ ջան, մյուս ռուբրիկան շոուն է, որը որ ազգային ժողովից է։ Խնդրեմ տեսնենք սրանց կապիկությունների հերթական եթերը, խնդրեմ։ Հիմա մենք ենք Գյորմամիշը, թե դուք որ տարել եք վեհարանում ձեր առաջնորդի նկարն եք փակցրել, ճպցրել եք պատին։ Հայդեպետ նկարն էլ սովորական նկար չէ, այստեղ էլ նյուանս կա, ժողովուրդ ջան։ Սովորական նկար չէ։ Մարդը ձեռքը գրպանում դրած, այսպես կանգնած նկարվել է։ Սա գիտեք ինչի մասին է խոսում։ Ձեր Գյորմամիշ առաջնորդի ու նրա Ես ինձ գիտեմ, սա քաղաքական պատասխանն է ձեր առաջնորդի, ես ինձ գիտեմ ոնց կպահեմ։ Իսկ ինչ վերաբերում է Գյորմամիշությանը, այս ամեն ինչը ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է Կտրիչ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք ով է Գյորմամիշը։ Լրություն, հարգելի գործընկերներ, պարոն Շախան, ներողություն, հարգելի գործընկերներ, մի րոպե, լրություն, լսեք մի հատ։ Հարգելի գործընկերներ, լրություն, հարգելի գործընկերներ, լսեք, մի րոպե կլսեք։ Եթե շարունակեք ընդհատել, պարոն Շախոյանի ժամանակը նորից դառնալու է 10 րոպե։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը կարծում եմ մինչև 2031 էլ չի ձգի, պարոն Կարապետյան, ցավոք, որովհետև, այո, ճիշտ է, որովհետև ես վստահ եմ, որ ձեր տակից եթե փողը հանում ենք, տակը բան չի մնում։ Դա քաղաքական տրամաբանությունն է դա հուշում, պարոն Կարապետյան, եւ կարծում եմ, որ դուք շուտով մնալու եք անկախ պատգամավոր, բայց ոչ թե դուք եք դուրս գալու խմբակցությունից, այլ հերթով ձեր թիմակիցները դուրս են գալու, դրա բերումով է, որ դուք դառնալու եք, պարոն Կարապետյան, անկախ պատգամավոր։ Բայց միևնույն ժամանակ, պարոն Կարապետյան, ասեմ, որ
Մենք պատրանքներ չունենք, ոչ մի իլյուզիա։ Գործ ունենք մինչև ուղնուծուցը հակա ժողովրդավար, հակա ինքնիշխան, հակա խաղաղարար մի ուժերի հետ, մի խմբավորման հետ, գործ ունենք մի չարորակ ուռուցքի հետ քաղաքական իմաստով, բայց որի բուժումը չեմ կարծում, թե հայրենիքը, վիրավորանքը կամ բռնությունն են։ Դրա համար կոչ եմ անում միևնույնն է ընդունել մեր առաջարկը, հարգելի Հայաստան խմբակցության ներկայացուցիչներ, եւ պարոն Կարապետյան, ինչպես ասեցի, ձեր տակից եթե փողը հանենք, ձեր թիմի տակից եթե փողը հանենք, ապա հաջորդիվ պարոն Վարդևանյանը մենք ես դրան եմ անդառնում հիմա։ Պարոն Վարդևանյանը նոր պաշտպանյալ կգտնի իր համար, մեր տնտեսագետ գործընկերները այլ գործատուներ կգտնեն, նախկին հանրապետական պաշտոնյաների որդիները կամ նեպո բեյբիները այլ թիմեր կգտնեն իրենց համար, այնպես որ մենք մեր գործունեության ընթացքում, պարոն Կարապետյան, թե ընդդիմություն եղած ժամանակ, թե իշխանություն եղած ժամանակ, առանց դուբինկայի, առանց ամեն ինչի մենք մեր քայլերը իրականացել ենք, մենք մեր սկզբունքներին հավատարիմ ենք մնացել, մենք մեր գաղափարներին հավատարիմ ենք մնացել, թե փող ունեցած ժամանակ, թե փող չունեցած ժամանակ, թե իշխանություն եղած ժամանակ, թե չեղած ժամանակ, այնպես որ հարգելի եւ սիրելի քաղաքացիներ, ես առաջին խումբ հատկապես քաղաքացիներ, եկեք այս անգամ փորձենք այլ ճանապարհով գնալ, եկեք փորձենք այդ շանսը տալ մեզ բոլորիս, հուսով եմ այդ շանսը ընդդիմությունը եւս կփորձի տալ մեր քաղաքացիներին։ Շնորհակալ եմ։ Ես մեր հայրենակիցներին բազում անգամներ ասել եմ, ու մենք ուզում ենք այդպես անենք, ուզում ենք բարեկրթությունը պահենք, որ ազգային ժողովը չդառնա սովորական իրար վիրավորանքի տեր։ Դուք գիտեք, որ մեր խմբակցությունում կան անհատներ, ովքեր ունեն բավական լայն խոսքային գործիքակազմ, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք պահել հարգելով մեր հասարակությանը։ Միևնույն ժամանակ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Նախագահողին այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը, նախագահողը թող որոշի ինչպիսի ազգային ժողովի ձևաչափ է իր համար հետաքրքիր։ Վարման կարգով Նարեկ Կարապետյան։ Ձեզ եմ դիմում, ուշադիր եղեք, դուք ստեղ չէիք, չգիտեմ, պլանավորած թե չէ, մի հատ մենք ստեղ հորդ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրան թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սփկե չէ։ Պարոն Կարապետյան, մի վարքյան։ Ես ես նախազգուշացում անջատեք պարոն Կարապետյանի խոսափողը։ Պարոն Կարապետյան, ես թույլ չեմ տալու ստեղ որևէ падգամավորի վիրավորել որևէ падգամավորի։ Ես կարևոր չի ստեղ էի, ստեղ չէի։ Ես թույլ չեմ տալու ոչ ոքի վիրավորել որևէ падգամավորի եւ ձեզ հորդորում եմ այսուհետ այդպիսի բառեր չօգտագործել ստեղ, ձեզ նախազգուշացում։ Վարման կարգով Աննա Գրիգորյան։ Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Շնորհակալություն։ Եկեք մի հատ էլ հասկանանք ընդհանրապես ով է Գյորմամիշը։ Մենք ենք Գյորմամիշը, թե դուք եք Գյորմամիշը, որ հեծի միջոցով զորամասերի վրա հավելագրումներ եք անում։ Մենք ենք Գյորմամիշը, թե դուք եք Գյորմամիշը, որ մանկապարտեզների վրա հավելագրումներ եք անում հեծի միջոցով։ Մի հատ մենք ստեղ հորթ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրան թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սփկե չէ։ Մեր կողմից ոչ մի վիրավորական։ Գնայք ես ավել բարձ չեմ ավելացրել ինձ, իմ կողմից ընդհանրապես հակադարձել եմ։ Նույն արտահայտությամբ ինչը որ արվել էր մեր հասցեն։ Բայց դա չի նշանակում, որ հիմա մարդիկ իրան զուսպ են բանել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն բանել։ Որովհետև անգամ մարդիկ ոչ էլ զուսպ չեն կա, 10 անգամ ավել զուսպ են բանել։ Որ մենք իրավունք ունի կան ամբողջ խմբակցությանը, այսպիսի արտահայտություններ անում։ Որևէ մեկի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեն տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո ես բանը ուշադիր
Այս խորհրդարանում եւս սադրանքները, հայհոյանքները, վիրավորանքները լինելու են շարունակական եւ փոխադարձ։ Այս մասին զարկերակին ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։ Ընդդիմության նպատակն էր մտնել խորհրդարան եւ դա պետք է արդարացնել ցուցադրական մարտերով, լեզվակռիվներով, ասաց նա։ Ստեփանյանի խոսքով խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ զբաղվելու է բացառապես մեծամասնությունը, իսկ ընդդիմադիրները քաղաքական կլոունադայով։ Ցանկացած մարդ, որը հայտնվում է խորհրդարանում, պատասխանատու է ընտրողի առաջ։ Խորհրդարանի աշխատանքները բոյկոտելով, լռելով, կոճակ սեղմելով, ժողովրդի տված մանդատը մսխում են եւ թքում իրենց ընտրողների ճակատին, նշեց նա։ Դուք տեսնում եք հորդ, մյուս, այս ամեն ինչ որ խոսում են եւ քաղաքագետները, մյուսները ասում են, որ ստեղ չկա ազգային ժողով։ Իրոք չկա։ Լրիվ պաստանովշնի կադրեր են, ով ինչ ասի, երբ ասի, հելնում են դուսը միթոմ, շատ գիտեմ, պարզաբանություններ են ուզում։ Ժողովուրդ, դուք մեկ անգամ եւս կներեք փողոցային բառիս համար, դուք քծվեցիք, դուք ասելով, մենք էլ ձեզ հետ, իհարկե, մենք մեզ չենք տարբերում ժողովրդից, բայց քանի սրանք անում են այս կապիկությունները, Ադրբեջանը եւ Թուրքիան կառուցում են իրենց ապագան։ Խնդրեմ այս տեսահոլովակ։ Ստամբուլից Բաքու առանց օդանավի։ Ադրբեջանը հայտարարում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Թուրքին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն գրեթե ավարտել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը։ Նրա խոսքով ավարտական փուլում են Զանգելան հասնող ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհները, իսկ Նախիջևանի երկաթուղին արդեն վերականգնվել է։ Հաջիևը տեղեկացրել է, Թուրքիան իր հերթին Կարսից դեպի Իգդիր նոր երկաթգիծ է կառուցում։ Եթե նախագիծն ավարտվի, հնարավոր կլինի Ստամբուլից մինչև Բաքու հասնել մեքենայով կամ գնացքով։ Նա նաև պնդել է, թե Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համատեղ պետք է կառուցեն մոտ 42 կիլոմետր երկարությամբ բացակայող հատվածը։ Հաջիևի խոսքով այդ աշխատանքների ավարտից հետո փոխադրումների եւ առևտրի նոր հնարավորություններ կբացվեն։ Հիմա տեսակ։ Նրանք սարքում են, նրանք նպատակը դրել են ոչնչացման Հայաստանի եւ այս իրավիճակը ինչ որ ստեղծվում է թե ազգային ժողովում, թե հանրապետությունում, բերում է հենց դրան, ուրիշ ոչ մի բան։ Իսկ ժամանակին, ես որ ասում եի Լևոն Տեր-Պետրոսյանը եւ այդ խունտան շարունակական, նրանք որ ուզենային, այսօր մենք ունենայինք հզոր մեծ Հայաստան, իրենք դավաճանեցին հայ ազգին, այն կարգախոսով որ 1988 թվականին եկա միացում, անկախություն եւ այլն, իրանք ընդհանրապես դա ծրագիր էր, որ պետքա կատարեին խորհրդային միություն փլուզելու համար, դրանից հետո անեին իրենց հերթական քայլերը։ Հիմա տեսեք ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ինչու է կանգնացրել այս հրամանը։ Ես չեմ ասում, մարդը որ ասի հիմա տեղյակ է եւ մասնակից է այդ իրադարձությունների։ Խնդրեմ։ 1993 թվականի վերջավորությամբ հայկական զորքերը ի վիճակի էին գրավել Նախիջևանը, քան որ այնտեղ ոչ զորք կար, ոչ մարդ կար, ոչ էլ ուրիշ մի բան, եւ դատարկվել էր այդ տարածաշրջանը։ Բայց այն ժամանակ Ժիրար Լիբարիտյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով չիրականացվեց Նախիջևանի ազատագրումը։ Նախիջևանի կարևորությունը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր էր, քան թե Արցախը։ Բայց դա իրենք թույլ չտվեցին, քանի որ Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում դա թույլ չէր տալիս։ Իսկ եթե այն ժամանակ ազատագրվեր Նախիջևանը, այսօր մենք այս իրավիճակը չէինք ունենա։ Մեր տեղը, դիրքը, ամեն ինչը տարածաշրջանում այլ պատկեր կունենար։ Եվ այսպիսի ստորացած վիճակում չէինք լինի։ Աշխարհի հզորագույն պետությունները միլիարդներով դոլարներ են դնում, որպեսզի ծովից կամ անապատից ինչ որ հարյուրավոր հեկտարներով հող կորզեն դրա վրա տնտեսություն, գյուղատնտեսություն զարգացնելու համար, որովհետև հողն է մնայունը, հողը թուղթ է։ Մեր շարժումը սկսվեց սիրո ալիքի վրա, փոխադարձ վստահության ալիքի վրա, ողջևորության ալիքի վրա։ Եվ ամենավատ բանը, որ կարելի անել, այդ վստահությունը, այդ սերը, այդ ոչին արմատախիլ անելն է։ Եվ դրա տեղը անվստահությունն ու թշնամանք սերմանելը։
Հիմա հարց ինչի համար այս ամեն ինչը սրանք արեցին։ Միգուցե սա ջհուդների են ապագա, որ տարիներ շարունակ ծրագիրներ հայ ազգին ոչնչացնելու, միգուցե, չեմ կարող ասել, բայց այսօր որ Նիկոլ Փաշինյանը ասում է ինչու չեք զոհվել, դուք չեք կռվել, չեք արել, փախել եք Էսյանյան թռածներ եւ այլն, վիրավորական իր բառապաշարը օգտագործելով։ Ուղղակի մի տեսահոլովակ էի տեսել, որտեղ որ մի երիտասարդ տղա շատ լավ վերլուծություն է անում եւ ռուբրիկայում մեր հերոսները, խնդրեմ այս տեսահոլովակը։ Կռվի մեջ մայր զոհեր են լինում։ Այդ զոհված տղաներին, եթե դուք ճանաչում եք ընդհանրապես լուսանկարներով, դրանք բոլորի ընկերներն են։ Ես բոլորի ձեռքով բարևում կռիվ եմ ուղարկում։ Եվ պաշտպանության նախարարության հեռախոսները տալը դարձավ անբարոյականություն է։ Փառք ու պատիվ բոլոր զոհերին, բայց ախր առանց զոհերի նաև չի լինում։ Ավաղ ոչ ոք չի ուզում զոհեր տալ, ոչ ոք տղաներին մի զինվորի կյանքը դա չափազանց մեծ բան է, սակայն պատերազմ առանց զոհերի չի լինում, եւ պատերազմում զոհված տղաների հիշատակը դարձավ շահարկել, դա մեծ անբարոյականությունն է։ 44 օրյա պատերազմից հետո Եռաբլուրում ամփոփված մեր եղբայրների շիրիմները կրկնապատկվել են։ Սա անհերքելի մի փաստ է, որը մոռանալու բարոյական իրավունք ոչ ոք չունի, անկախ զբաղեցրած պաշտոնից։ Դեռ անցած տարի ջրականում գտանք 9-րդ պաշտպանական շրջանի կողմից խոցված առնվազն 7-ից 8 տասնյակ ադրբեջանական զրահատեխնիկան, որոնց փաստավավերագրված արբանյակային լուսանկարները պահված են պետական արխիվներում։ Իսկ այսօր ինչու չենք կռվել ու ինչու չենք զոհվել հարցերին կպատասխանենք, վերլուծելով Հադրութի առաջին պաշտպանական շրջանի քարտեզը, որտեղ կրկին գտնվել են տասնյակներով խոցված ադրբեջանական T-72 Ասլան և T-90S տանկեր, հետևակի մարտական մեքենաներ ու զրահափոխադրիչներ, ինժեներասակրավորային, էվակուացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև անձնակազմի կուտակումներ, զրահատեխնիկայի կենտրոնացման շրջաններ ու խոցված տեխնիկայի վերանորոգման կետեր։ Ցավոք, 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը գաղտնիության աստիճան է ստացել, ու մինչ օրս պատերազմի վերաբերյալ մեր կարծիքները ձևավորվել են ոչ թե պաշտոնական փաստաթղթերի, այլ պատերազմի մասնակիցների պատմությունների հիման վրա։ Ես ամենևին ռազմական փորձագետ չեմ, սակայն ի տարբերություն լռողների եւ հարմարվածների ունեմ ցանկություն վերլուծելու Արցախի ՊԲ-ի կատարողականն այն հատվածներում, որտեղ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս։ Ասեմ ավելին, հողի վրա դաջված թրթուրների հետքերն ու թշնամու տեխնիկայի տարբերվող քողարկիչ գույնը բավարար է, որպեսզի որոշակի պատկերացում կազմենք, թե ինչ ուղղությամբ է թշնամին նախահարցակ եղել, փորձել խորանալ, սակայն ոչնչացվել մեր տղերքի կողմից։ Միայն Ղարախանբեյլի Ֆիզուլի հատվածում հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ 20-ամյա Դավիթ Մանվելի Գրիգորյանը խոցել է թշնամու 12 տանկ, 10 զրահատեխնիկա, 1 ինժեներասակրավորային տեխնիկա եւ 1 TOS ծանր հրետանային համակարգ, ինչի համար Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով։ Նույն տեղանքում Ֆագոտի հաշվարկի հրամանատար 20-ամյա Դավիթ Լյովայի Գրիգորյանը խոցել է 15 տանկ ու 1 հետևակի մարտական մեքենա, իսկ 19-ամյա Յուրա Հայկարամի Ալավերդյանը խոցել է 12 տանկ, 2 ֆագոտ հաշվարկ և 4 տրանսպորտային միջոց։ Հոկտեմբերի 4-ին երկուսն էլ Արցախի նախագահի կողմից արժանացել են Արցախի հերոս կոչմանը։ Հիշեցնեմ, որ այս արբանյակային լուսանկարներն արվել են 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, իսկ տղաները պարգևատրվել են հաջորդ օրը։ Միայն նրանց խոցումների համագումարը կազմում է առնվազն 50 զրահատեխնիկա։ Սրան էլ գումարում ենք 9 ՊՇ-ի խոցած 80-ը եւ ստացվում է մոտ 50 կիլոմետր երկարությամբ, 2 պաշտպանական բնագծերի ճակատով հոկտեմբերի 3-ի դրությամբ խոցվել է առնվազն 130 ադրբեջանական զրահատեխնիկա։ Դե Գենշտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ականջը կանչի։ Իսկ հիմա փաստերով։ Համակարգչով մտնում ենք Google Earth։ Մոտենում Լելեթեփե բարձունքին, ժամանակացույցը դնում հոկտեմբերի 3-ը 2020 թվական եւ 9-րդ պաշտպանականի այս կապույտ բնագծով շարժվում դեպի հյուսիս։ Մինչև դեղին բաժանարար գիծը։ Գծից այն կողմ սկսվում է Հադրութի առաջին պաշտպանական շրջանը, որտեղ կարմիր վանդակների մեջ պարզ նկատվում են
անապատային խակի գույնով ներկված ադրբեջանական տեխնիկայի կուտակումները։ Շփման գծում նկատում ենք, թե ինչպես է ադրբեջանական հողափորը ճանապարհ բացել տեխնիկայի համար, սակայն խոցվել է կամ ֆագոտով դիմացի դիրքից, կամ էլ հրետանու արկերից։ Արկափոսերը դա են վկայում։ Նշեմ, որ քարտեզի բոլոր խոցումները հաստատված են պատերազմի մասնակից զինծառայողների կողմից։ Մեր խոցած ադրբեջանական տեխնիկան վերցված է սպիտակ վանդակի մեջ ու նշված սև գույնի ցուցիչով, իսկ հակառակորդի կողմից խոցածը նշված է սպիտակ ցուցիչով։ Աջ կողմում տեսնում ենք անօդաչու թռչող սարք հիշեցնող բեկորներ։ Պայթյունի հետքերը երևում են, սակայն խոցում չկա։ Սայիդ Ահմադլի գյուղի երկայնքով բարձրանում ենք մեկ այլ հողափորի բացած ճանապարհի մոտ ու թրթուրների հետքերով իջնում ներքև, որտեղ տեխնիկայի ու զորքի մեծ կուտակումներ ենք նկատում։ Վերևում տեսնում ենք խոցված IMR-2 ինժեներական տեխնիկա, աջ կողմում եւս մեկը, որը լքված է։ Մոտենում ենք հաջորդ կուտակմանը, նկատում էվակուացիոն բրեմը եւ ինժեներական IMR-ը։ Աջ հատվածում 131 դիրքի թիկունքում տեսնում ենք երկու խոցված թրթուրավոր զրահատեխնիկա, որոնք դիմացի հատվածում ականազերծիչներ ունեն։ 134 դիրքի դիմաց տեսնում ենք խոցված ու այրված հողափոր տեխնիկա եւ 1, 2, երրորդ T-72 Ասլան տանկն էլ 135 դիրքի դիմաց։ Հնարավոր է, որ սա էլ է խոցված, կրկին թրթուրների հետքերով իջնում ենք ներքև, ֆիքսում կուտակումը, մի փոքր ենք իջնում ու գտնում թշնամու զրահատեխնիկա եւ տրանսպորտային միջոցների կենտրոնացման շրջանը, որն իրականում Իսկանդերի 1-2 հարվածից ամբողջովին կբնաջնջվեր։ Վերևում տեսնում ենք 136 դիրքից խոցված BMP-ն, հետո 136 դիրքի թիկունքում խոցվածը, աջ հատվածի կուտակումը, մի փոքր վերևում հողափորը, այնուհետ 400 դիրքի դիմաց խոցված տանկը, 200 դիրքի տանկային ռովում խոցված T-72-ը, BMP-2-ը, T-72-ն իրականազերծիչով, եւս մեկը, երկրորդը, երրորդը, չորրորդը, որը շուռ է եկել, իսկ կողքին անձնակազմի կուտակում կա։ Մոտենում ենք Կարախանբեյլի գյուղի մատույցներին։ Գերեզմանոցից ոչ հեռու գտնում խոցված BMP-2-ը, BTR հիշեցնող տեխնիկան, եւս մի BMP-2, իսկ մոտակայքում կրկին անձնակազմի կուտակումներ տեսնում։ 1, 2, 3, 4, սա էլ 5։ Փորձը ցույց տվեց, որ օրեր շարունակ հարձակվելուց ու ոչնչանալուց հետո թշնամին դադարել է ճակատ առ ճակատ դուրս գալ։ Նույնը 9-րդ պաշտպանական շրջանում էր։ Եթե ադրբեջանական զրահափոխադրիչը կամ հետևակի մարտական մեքենան խոցվում էր, այդ վտանգավոր ուղղությամբ այլևս տեխնիկա չէր ուղարկվում։ Փոխարենն անձնակազմին տրվում էին զգոնությունը, մտավոր եւ ֆիզիկական կատարողականը բարձրացնող էներգետիկ հաբեր, որոնց ազդեցության տակ էլ մարտիկները ողջ մարտալրակազմով առանց դադարների կիլոմետրերով երթ էին անում ու փորձում ներթափանցել թիկունք։ Շարունակենք։ Վերևում տեսնում ենք երկու միավոր BMP-2, որոնք խոցել է բետոնե կամրջին կից անտառում քողարկված մեր T-72 տանկը։ Աջ հատվածում առաջին պաշտպանական շրջանի մեքենաների կենտրոնացման շրջանն է։ Մոտակայքում գտնվող ադրբեջանական BMP-ները խոցվել են ֆագոտով։ Ավելի աջ կգտնենք խոցված եւս մի BMP-2։ Դեպի ձախ T-72 Ասլան եւ T-90S։ Երկուսն էլ մոտ 200 մետր հեռավորության վրա SPG-9-ով խոցել է Հադրութի մոբը։ Դեպի ձախ 300 դիրքն է։ Այս BTR-ն ու BMP-ն խոցվել են Մուշ հրամանատարական բունկերից, իսկ այս T-72-ը խոցվել է ականանետով։ Իջնում ենք ներքև։ T-90S, էվակուացիոն Brem L, եւս մի T-90S։ Դեպի ձախ BTR-82, T-72 եւ խոցված ու կողաշրջված T-90S։ Եվս մի BMP-2, մոխրացած T-72 Ասլան, որի աշտարակը պայթյունից մի քանի մետր այն կողմ է շպրտվել։ Շարունակում ենք իջնել դեպի Ջոնսոնի դիրք, BMP-2, Pick-up, BMP-2, կրկին BMP-2, եվս մեկը, հերթական մոխրացած տանկը, եվս մեկը, եվս երկուսը ռովից աջ ու ձախ, իսկ ռովի ներսում իրար մեջ մխրճված ու խոցված 3 միավոր զրահապատ տրանսպորտային միջոց։ Մյուսներն էլ աջ կողմում հանգիստ սպասում են իրենց հերթին։ Փաստորեն, միայն 54 միավոր խոցված ադրբեջանական զրահատեխնիկա մենք գտանք հոկտեմբերի 3-ի դրությամբ, թե որքան է խոցվել հետո, գիտի միայն Աստված։
Հիմա կրկին գնանք առաջին պաշտպանական շրջանի բնագծի սկիզբն ու իջնենք Շուքյուրբեյլի գյուղից ձախ գտնվող տեխնիկայի վերանորոգման ավտոպարկ։ Ինչպես տեսնում եք, ամսի 3-ի արբանյակային լուսանկարների սահմանն այստեղ ավարտվում է։ Միայն երևում են Brem եւ EMR ինժեներաէվակուացիոն միջոցները։ Իսկ այս ավելի կանաչ հատվածը նկարված է օգոստոսի 13-ին, որտեղ ավտոպարկը դատարկ է։ Սակայն եթե ժամանակացույցը դնենք հոկտեմբերի 30-ի վրա, ապա կհայտնվի ողջ այն տեխնիկան, որը շուրջ 1 ամիս այս տարածքում խոցվել կամ շարքից հանվել է։ Առնվազն 39 միավոր տեխնիկա ավտոպարկի ներսում է։ 9, 11 ու եւս 13-ը հարակից տարածքներում։ Ընդհանուր առմամբ միայն 72 միավոր վերանորոգման կամ խոտանման ենթակա տեխնիկա։ Խնդրեմ, սա այն հրամանատարների, զինծառայողների եւ կամավորների արածն է, ովքեր կռվել են ու ընկել հանուն Արցախի, հանուն իմ եւ քո վաղվա օրվա։ Նրանք չեն չափել հողն ու հետ չեն կանգնել իրենց իսկ խոսքերից։ Այդպիսով օրհասական պահին պատասխան են տվել բոլորի սխալների համար։ Մենք առավել քան պարտավոր ենք վառ պահել տղերքի հիշատակը, ովքեր չեն պարտվել, ովքեր իրենց խնդիրը գերակատարել են։ Այս քարտեզը լիովին անվճար է եւ հասանելի է լինելու բոլորի համար։ Պարզապես սկանավորում եք այս QR կոդը եւ դիտում համակարգչով, որպեսզի կարողանաք ժամանակացույցը հետ կամ առաջ տալ։ Իսկ քարտեզի KML ֆայլը ստանալու համար գրեք իմ անձնական էջին։ Համբերություն բոլորիս։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ, սիրելի բարեկամներ։ Տեղը տեղին եւ ընդհանրապես կասկածանքի չի եղել, որ մեր այրուստաղաները կռվել են եւ հաղթել են։ Երկրորդ հարցն է, թե ինչու են դավաճանվել, բայց որ կռվել եւ հաղթել են եւ հայ զինվորը չունի պարտություն, նա միշտ էլ հաղթած է, չնայած որ այս դավադիր իշխանությունը կապիտուլյացիայի թղթերը մեկը մեկին հետևից ստորագրում եւ հազնում են, բայց հայ զինվորը հաղթած է։ Իսկ այն որ ասում է ինչ է սպասում մեզ վերջում, ուզում եմ ցույց տալ մի տեսահոլովակ ձեզ եւ այս վերջերս հաճախ են խոսում դրա մասին, դե գիտեք որ մեծ քանակությամբ աֆրիկացիներ ներխուժում են Եվրոպա։ Իսկ Եվրոպան ինչ պետք է անի այդ միգրանտներին։ Այո, ինչու ոչ Հայաստան, խնդրեմ։ Հնդիկները ջիմի ռադխաները քիչ էին, հիմա է գալու են աբու մաբու դուբու մարտակերները։ Դատի թող տան, ասեն Արտուր Ֆարմանյանը աֆրիկացիներին համարում է մարտակեր։ Ուտում են, ասում եմ։ Ոչ բոլորը, դե հայերի մեջ է կան, չէ՞ որ գառան միշտ չեն ուտում, խոզի մեջ չեն ուտում։ Դրանց մեջ է կա, որ մարդ չեն ուտում, բայց ընդհանուր ուտող են։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակը։ Հայաստանը Եվրոպայի փախստականների ճամբար։ Ինչպես կարող է այս ծրագիրը վտանգել մեր անվտանգությունն ու տնտեսությունը։ Իտալիան ծրագրում է արտաքսված աֆրիկացի փախստականների պահման կենտրոններ ստեղծել, որոնց հավանական ցանկում հայտնվել է նաև Հայաստանը։ Խնդիրն ակնհայտ է, Եվրոպան չի ցանկանում պահել փախստականներին եւ փորձում է այդ բեռը պարտադրել մեր պես երկրներին։ Շատ մասնագետներ ահազանգում են Եվրոպային հաջողանալու նպատակով Հայաստանը դժվար թե մերժի այս առաջարկը։ Մինչդեռ մեր երկրում ներքին իրավիճակն առանց այդ էլ ճգնաժամային է։ Ունենք աշխատուժի եւ անշարժ գույքի սուր խնդիրներ, իսկ մեր երիտասարդության 90%-ը այսօր չի կարողանում բնակարան ձեռք բերել մեր հայրենիքում։ Պատկերացնում եք, թե մեծաքանակ աֆրիկացի միգրանտների հոսքի պարագայում որքան կբարթանան այս հարցերը։ Սա արդեն ոչ միայն սոցիալական, այլև ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել։ 2025 թվականին Հայաստանում ծնվել է 32042 երեխա, մինչդեռ 2024-ին 33593, 2023-ին 36590։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։ Անկումը շարունակվում է, մենք ասում ենք, որ պետք է 2-ից բարձր լինի, որ կայուն աճը կարողանանք ապահովել կամ գոնե կայուն ազգաբնակչություն։ Մեր մոտ հիմա, թե չեմ սխալվում, 1.7-ի շրջանակներում ենք, մենք կարող է իջնենք ավելի ցածր պտղաբերության ցուցանիշի վրա, ինչը ցանկացած երկրի, այդ թվում այս դեպքում մեր համար էլի կլինի շատ վատ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած ցուցանիշների համաձայն Հայաստանում 6 եւ ավելի երեխա ունի շուրջ 700 ընտանիք։
5 եւ ավելի երեխա ունի շուրջ 3000 ընտանիք։ Սիրելի բարեկամներ, հարց հիմա ձեզ։ Իմ հիանալի հայ ազգ, հաճախ ինձ գրում եք, ում եք սպասում։ Մի քանի անգամ պատասխանել եմ, սպասում եմ ձեզ։ Ձեզ, հայ ազգ, ձեզ։ Եթե դուք մտածում եք դիվանին նստելով, կենաց, խմելով, երկրում ինչ-որ մի բան փոխվելու է, դուք չարաչար սխալվում եք։ Երկրի վիճակը դուրս բերելու այս կրիզիսից պետք է անել քայլ։ Պատրաստ եք, մենք պատրաստ ենք, մեկ անգամ եւս ասում եմ, ու այդ գրողներին ուզում եմ ասեմ, հենց գրում եք, մինչև գրելը մի հատ մեկնաբանություններում, կոմենտներում, ինձ գրեք քանի հոգով եք դուք պատրաստ հելելու եւ ձեր հեռախոսի համար։ Էլ լոլո կարդալով չի, պսևդո պատրիոտներ եք, մի թոմ, էցա պետք անել, այնա պետք անել, պետք անել հել արի անենք։ Հայ մարդ, պետքա գտնում ես որ ժամանակն է։ Հել արի։ Հիմա ով որ առաջարկություններ է անում, որ ում եք սպասում, ինչ եք անում, խնդրում եմ մեկնաբանություններում, կոմենտներում գրում եք ձեր հեռախոսը համարը։ Ու ասում ես, քանի հոգով ես դու պատրաստ գալու։ Հերիք ելավ բոլ եղավ։ Պարապությունից նստել եք, գրում եք դուք ձեզի ես եք անում, են եք անում։ Կանչեցի, առաջի անգամ նրա հավաքի կանչեցի։ 3 ժամվա ընթացքում զորով 200 հոգի, 150 հոգի մարդ եկավ, այն է մաս, մի անգամից է չեկավ։ Որից այդքան ժողովրդից 85-ից 90%-ը մեր Արցախը հայությունն է։ Բայց որ գրում եք, մեկը ես շատ գիտեմ, այնի է գրում։ Խնդրում եմ, գրեք հեռախոսը համարներ, պլյուսը դնում եք ու գրում եք հեռախոսը համար, որ դու պատրաստ ես գալու, այսքան հոգով։ Մի ավակ մեզի ընկեր ասելով չեմ ճանաչում այդ մարդուն, առաջի հանրահավաքին եկել էր իր 2 թոռնիկ հետ, զույգ թոռների հետ, արցախցի մեր հայը։ Գրեք եկեք։ Դե չէ պարկել են դիվանի վրա, երևի կոֆեն է խմել են, հացն է կերել են տքալով։ Ում ենք սպասում, ինչ ենք անում։ Ձեզի սպասում ենք։ Հելեք եկեք։ Որ տղավարի խոսակցություն է, դուք հելեք խոսում եք տղավարի, հելեք եկեք հեռախոսի համար պլյուսը։ Գրեք։ Մենք պատրաստ ենք 3 չառաջուրը, 3 այսօր, վաղը, մյուս օր, ամեն վայրկյան մենք պատրաստ ենք։ Բայց ես ասում եմ, առանց ձեզ մենք ոչ մի բան չենք կարող անել։ Եթե դուք Սամվել Կարապետյանի պես ազնվորությանն եք ուզում հավատալ, որ առանց իրա ոչ մի բան չի լինի, ապա ես ասում եմ, առանց մեզ ամեն ինչ լինող է։ Մենք ուղղակի այս պահին ի տարբերություն մնացածին չենք վախենում, մենք պատրաստ ենք անելու քայլ, բայց այդ քայլը իրականություն կդառնա միայն ժողովրդի հետ, միայն ձեր հետ, սիրելի իմ հայ ազգ։ Այսօր այս կանը ներողություն, այսօր երաժշտություն չի լինի, քանի որ պետք է համապատասխան երաժշտություն լինի տրամադրությունը չկա։ Միասին ասենք, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայոց առաքելական եկեղեցին։ Հուսով եմ կհանդիպենք սիրելի բարեկամներ, պինդ եղեք, առողջ եղեք։ Աստված բոլորիս պահապան, ստեսություն, միշտ նոր հանդիպում։